Այս ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Արցախ, որից բառից բոլոր իմաստներով գլխապտույտ է առաջանում։ Գեղատեսիլ բնաշխարհը կանչում է, անառիկ լեռները կարծես պատմում են անցյալի անցած ճանապարհի ու գեղեցիկ ապագայի մասին։ Ըստ ժողովրդական ստուգաբանության Արցախ անվանումը նշանակում է Արանից առաստան։ Ավանդության համաձայն Արանը հայոց Վաղաշակ արքայի կողմից նշանակված մեծ հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր։ Պատմաբան Լեոն Արցախը համեմատել է հսկայական միջնաբերդի հետ, առանց որի անհնար է երևակայել Հայաստանի սրտի արարատյան երկրի պաշտպանությունը։ Նուր, սերկեֆիլ, արքայախնձոր ու ամենատարբեր մրգատեսակներ, որոնք դժվար են աճում արարատյան դաշտավայրում, այստեղ կարող ես համտեսել ու հագենալ որքան կուզես։ Հյուրընկալվեցինք Վահան Բադասյանին, ով ծնվել է Արցախում ու մեկ առ մեկ գիտի այստեղ լայն տարածում գտած մշակաբույսերի եւ մրգերի աճեցման գաղտնիքները։ Հյուրասիրեց իր այգու բարիքներից ու ցորենի դաշտում պատմեց իր համար կարևոր դարձած աշխատանքի մասին։ Սամանից ընդամենը 2 կիլոմետր հեռավորությամբ եռուն աշխատանք է ի հեճուկս հակառակորդի։ Զինվորը երբ դիրքում կանգնած է եւ տեսնում է, որ իր թիկունքում մշակությամբ է զբաղվում, ուրեմն ինքը ավելի պարտավորված կզգա, ավելի լավ եւ ինքը իր ոգին ավելի բարձր կլինի, որ ասինքն հայրենիքի սահմանները, որ պահվում են, անմիջապես իր թիկունքում քաղաքացիական մարդիկ աշխատում եւ հողը պահում են։ Գիտեք, ընդհանրապես հայրենիքի պաշտպանությունը միայն զենքով չի լինում, այն որ բնակչությունը կարող է անել, զորքը, զենքը, զինատեսակը դա չի կարող անել։ Եվ հենց այս տեսանկյունից մենք պետք է պայքարենք, որ այս տարածաշրջանը ինտենսիվ մշակվի հողերը։ Դրա համար եմ ես պատրաստական, որ մենք պետք չի որ կարճենք, ասենք, այս իմն է, այս մեկը իմն է եւ այս ամբողջը իմն է, մենք ովքեր շատ հողամաս ունեն, պետք է մենք կիսենք դա, որպեսզի այն բնակիչները, ովքեր կան այստեղ մշտապես ապրելու, նրանք էլ ունենան հող մշակելու։ Տարածքի պահպանման, պաշտպանության, ընդհանրապես մեր հայրենիքի սահմանների այս պաշտպանության ձևը դա է, որ մենք փոխենք մեր մարտավարությունը։ Ես այս գետի հոսանքով բարձրացա վերև միջև այս տարածքը, որ մոտավորապես 20 կիլոմետր է։ Եվ ուրեմն գալով ես իմ մտքում գլխիս մեջ միտք արկայծեց, որ այս ջուրը մենք չպետք է թողնենք այսպես իզուր տեղը գնա դեպի ազերիները, որովհետև այս իշխանագետն է սա, վերևում մեր սարերում, մեր վրա այս անձրևը կրում ենք մեր վրա մենք սարերում, սա ուրեմն այս գետը գոյանում է Քիրսի, Դիզափայտի, այս ջրահավաքն է, այս լեռներից հավաքված ջուրն է, որ գալիս է եւ այս ամիսներին օգոստոս, սեպտեմբեր, հիմա այս տարի անձրևը ուշ է եկել, ուրեմն լինում է այսքան ջուրը, սա մոտորապես 80-ից 100 լիտր վարկյան ջուր է այստեղ, եւ սա բավական է, որ գոնե այս ամիսներին բանջարաբոստանային կուլտուրաները դեռ մշակվի, կամ ցանած ցորենը սկսվի ջրվելը, էլի քիչ քանակությամբ, բայց ընդհանրապես առաջի անձրևներից արդեն ինքը երակի քառակի անգամ 10 անգամ կավելանա, եւ լինում է մինչեւ 700-800 լիտր վարկյան ջուր։ Ծարավ հողերին ջուր հասցնողի բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները հաջորդիվ մեր էջում։